Տիգրան Ավինյան։ Ողջույն։ Թավշյա հեղափոխության միջոցով իշխանության եկան թրաշամանուկները, նրանք հիմնականում զավզակ են, շատախոս ու դատարկախոս։ Տոպրակի մեջ եղել է 5 հաց, այն պուրիներից, բանից, այդ ծովագյուղի խանութից գնված, այսինքն տոպրակից են կռահել, պանիր եւ մի շիշ կոնյակ։ Որքան շատ է դատարկությունը, այնքան շատ է խոսում միջին վիճակագրական թրաշամանուկ իշխանավորը։ Քայլում են, քայլում են, քայլում։ Մեջները սակայն շուստրիներն էլ կան, քիչ են, բայց կան։ Կուզենայի շնորհավորել ձեզ ձեր ծննդյան կապակցությամբ։ Այդ շուստրիներն այնքան խելք չունեն, որ նորմալ բաներ ասեն կամ անեն, բայց այնքան ֆայմ ունեն, որ զավզակություն չանեն ու լռեն։ Սրանք առաջնորդվում են հայտնի կարգախոսով՝ լուր մնա, խելացու տեղ կանցնես։ Շնորհակալ եմ շատ։ Այդ շուստրիներից մեկը փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանն է։ Դեմքի խելացի ու ինժեներ բալա արտահայտությամբ ու ներքին դատարկությամբ սույն անթրաշամանուկը, սա այնքան շուստրի է, որ թրաշվել է, որպիսի այդ հարցում էլ տարբերվի իր թիմակիցներից, ոչ գվում է, ոչ բվվում, բայց դատելով ամենից ինքն իրեն լուրջ մարդու տեղ է դնում, եւ ինչու չպետք է դնի։ Եթե Նիկոլի պես մեկը դարձել է վարչապետ, ապա ինչու ես նույնը չեմ կարող անել, մտածում է Ավինյան Տիկոն ու թրաշվում։ Թե ինչ արժանինքների ու կարողությունների հաշվին է Ավինյանը դարձել փոխվարչապետ, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ հեղափոխության օրերին նա Նիկոլի ջրի շիշն էր երբեմն բռնում, երբ մյուս ջրի շիշ բռնողը զբաղված էր լինում ռազմավարական նշանակության այլ բան բռնելով։ Բացի այդ, Ավինյանը հեղափոխության օրերին քայլել է։ Ասուլիսների ժամանակ մամլո խոսնակի դեր է կատարել ու լռել է, բայց հենց խոսում է, անմիջապես զգացվում է, որ դատարկախոսների թիմից է։ Ես ուզում եմ հրավիրել Նիկոլ Փաշինյանին։ Այս լրակյաց անթրաշամանուկը պարզվում է նաև բուրժույսկի կայֆերի սիրահար է ու ինքնահաստատման լուրջ խնդիր ունի։ Տեսնել էր պետք այս սրբխեչի ուլ հիշեցնողի դեմքը, երբ հեղափոխական լֆիկ Սամոն Բենթլի հովանոցը փոխանցեց, որպեսզի պահեն ինքն իրենից գոհ քայլող Տիգրան Ավինյանի գլխավերևում։ Ըստ ամենայնի զոնտիկը եւ թրաշամանուկների, եւ անթրաշամանուկների, եւ նրանց կանանց թույլ կողմն է։ Սրանք սիրում են, որ իրենց գլխին զոնտիկ պահեն, իրենց տանեն պատիվ տան։ Իրենք ուտեն խմեն, ման գան։ Իսկական հեղափոխականը հենց այսպիսին է լինում՝ գազարի մուրաբա ուտող, Գազարի մուրաբա։ խաշից հետո տրճիկ տվող, կապիկություններ անող, զույգ թշերով ծամող, Իջևանի խոզա։ Բենթլի ֆիրմայի հովանոցի տակ կանգնող, ամլիկ դեմքով, լֆիկի հետ տնտեսական հեղափոխություն անող եւ ուղիղ եթերում գղտացող։